սիրելի մալացիա սեբաստացիներ և երևանցիներ, ես միշտ նշում եմ, որ այս ֆորմատով լավ հռետոր չեմ, բայց փորձեմ արդարացնել ձեր հույսերը։ Ես այստեղ տեսնում եմ շատ ուժեղ մարդիկ, տեսնում եմ նոր ընկերներ, որոնց ձեռք են բերել նոր և շատ ուրախ եմ այս պայքարի ընթացքում ձեռքբերումների համար։ Շատ կարճ փորձեմ անդրադառնալ այն վայրահաճոցներին, որոնք լսվում են իշխող փոքրիկ խմբակի կողմից մեր թիմի և մեր ղեկավարի նկատմամբ։ Գիտեք, շատ վատ է, երբ որ մարդը դաստիարակված լինելը և քաղաքակիրթ լինելը շփոթում է թուլության հետ։ Պահանջում եմ, որպեսզի կոռեկտ լինեն, չափները ճանաչեն մեր թիմի և առավել ևս Սամվել Կարապետյանի հետ կապված, այլապես կստանան 10 անգամ ավելի շատ։ Ուղղակի մեր, չգիտեմ, դաստիարակությունը չի ներում, որպեսզի մենք չենք էլ իջնելու այդ մակարդակին։ Ժողովուրդ ջան, մենք այստեղ հավաքվածներս, ընդհանրապես այն մարդիկ, ովքեր ակտիվ պայքարի փուլում են, պետք է կարողանանք ամեն օր բացատրել այն մարդկանց, ովքեր համարում են, որ իրենց ընտրության չգնալը բան չի փոխում, հավատացած եղեք, եթե օրեկան ամեն մեկս 2 այդպիսի մարդու հետ զրուցենք և բացատրենք, որ իրենց ձայնը շատ կարևոր է, որպեսզի հետո կարողանան իրենց երեխաների, թոռների աչքերի մեջ նայեն և ամենակարևորը մասնակից լինեն Հայաստանի փրկության, որովհետև սրանց վերարտադրվելը հավասարազոր է Հայաստանի թրքացմանը, շատ կարճ, մեր ընդդիմադիր զանգվածը շատ մեծ է, բայց մարդիկ մտածում են, որ ոչ մի բան չի փոխվի կամ էլ թե չէ, դե մեկա Սամվել Կարապետյանը հաղթելու է, չգնանք, ոչ, յուրաքանչյուրը պետք է իր սահմանադրական իրավունքը, իր նաև պարտքը իրացնի, խնդրում եմ, եկեք իրար հետ մի բան պայմանավորվենք շատ հստակ, յուրաքանչյուրս օրեկան 2 մարդու հետ զրուցումը, ովքեր չեն ուզում կամ կասկածել է կգնան ընտրության թե ոչ։ Այդ վարժությունը կատարելու դեպքում սրանք ուղղակի շանս չունեն և որպեսզի կարողանանք նաև բացատրել, որ սրանց պարագայում Հայաստան պետությունը կասկածի տակ է լինելու, ժողովուրդ ջան, պետք է կարողանանք նաև բացատրել այն մի քանի հիմնական կետերը, որոնք Սամվել Կարապետյանը բերելու է մեր թիմի հետ միասին։ Իսկ հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը առաջին հերթին տղամարդ է, և երբ որ ասում է սա իմ պատվի հարցն է, այդտեղ կարծում եմ քննարկման թեմա չկա։ Ես որպես երևանցի հայ տղամարդ ձեզ երաշխավորում եմ և այս երաշխավորությունը կարող եք փոխանցել բոլորին, բայց ՔՊ-ին չէ, իրանք գիտեն։ Սամվել Կարապետյանը ինչ ասում է, հավատացած եղեք, կատարվելու է 100%-ով։ Մենք քայլելու ենք այս փողոցներում և իրար տենալու ենք։ Երբևէ մեր թիմը, առավել ևս պարոն Կարապետյանը չի գնա մի քայլի, որից հետո իրեն ինչ-որ մեկը կարող է փողոցում տեսնել կամ մեզ ասել, այս ասեցիք, այս չարեցիք։ Շնորհակալ եմ բոլորիցդ, միշտ այսպես ուժեղ, համար 3։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։